Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք լիալուսնի մասին, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, երեքշաբթի օրը, առավոտյան Հայաստանի ժամանակով առավոտյան ժամը 7:47 Լիալուսինը տեղի կունենա Խոյ նշանում, սա կոչվում է նաև գերլուսին, որովհետև լուսինը բավականին մեծ է լինելու։ Նաև կոչվում է բերքահավաքի լիալուսին և որսորդի լիալուսին։ Հին ժամանակներում որսը համարվում էր ծես, և երբ մարդիկ որս էին անում և հետո դա ուտում, դա նշանակում էր, որ իրենց տրվում է անմահության հոգի, վերածնվում էին և շարունակում ապրել։ Դրա համար էլ այս ամսվա լիալուսինն այդպես է կոչվում։ Լուսինը բավականին մոտ է լինելու երկրագնդին, այդ իսկ պատճառով համարվում է գերլուսին, և երբ լուսինը մեզ շատ մոտ է լինում, ապա դա ազդում է ջրի վրա, դրա համար շատ անձրևներ են գալու։ Եվս մի քանի անուններ ունի այս լիալուսինը, կոչվում է արյան լուսին, նաև տերևային աշնանային լուսին, դե բնականաբար այս ընթացքում է տերևները թափվում։ Եվ քանի որ այս լիալուսինը սեպտեմբերի 22-ի գիշերահավասարին ամենամոտ լիալուսինն է, դրա համար նաև կոչվում է բերքահավաքի լուսին։ Դրա համար շատ հնարավոր է, որ որոշ հատվածներում ավելի շատ լինեն անձրևներ և ջրհեղեղներ։ Այս լիալուսինը կազդի և կշարքների վրա և իհարկե խոյերի։ Նաև սա տարեվերջին ամենամեծ գերլուսինն է և ինքը բավականին պայծառ կլինի, բավականին լուսավոր կլինի, այնպես որ կարող եք նայել։ Բայց շատ երկար չի թույլատրվում նայել լուսնին, բնականաբար նա ինքը էներգիա է խլում և վատ էներգիա է ի դեպ ասեմ, դրանից հետո դուք կարող եք շատ վատ երազներ տեսնել, լարված երազներ տեսնել։ Դրա համար հարկավոր չէ լուսնին շատ երկար նայել։ Նա գեղեցիկ է, բայց այդ գեղեցկության հետևում թաքնված է հենց այդ մռայլությունը, այդ սև պահը, որը մարդուն այդ էներգիան է տալիս, և մարդը կարող է օրեր շարունակ և վախի զգացում ունենալ, և երազներում այդպես ինչ-որ տհաճ պահեր տեսնել։ Եվ ի դեպ ուզում եմ նշել, այս որ կոչվում է բերքահավաքի լուսին, սա ընդհանրապես տեղի ունենում 3-ից 5 տարին մեկ, որ լինում է հենց հոկտեմբեր ամսին։ Միշտ նա լինում է ավելի շատ սեպտեմբեր ամսին, դրա համար սա ավելի առանձնահատուկ է լինելու։ Եվ սովորաբար միշտ սուպեր լուսինը, գերլուսինը դա տեղի ունենում այն ժամանակ, երբ որ լուսինը իր ուղեծրով ամենամոտն է երկրին և քիչ է հեռավորությունը երկրի հետ։ Դրա համար այդ ավելի մեծ է, ոնց որ մենք ավելի մոտ ենք իրեն տեսնում մեզ և ավելի մեծ ու պայծառ։ Լուսնային ալիքում նաև կտեղադրեմ լուսնի մասին որոշ տեղեկատվություններ, նորալուսնի մասին, որ օրերն են ավելի վտանգավոր, որովհետև մենք ունենք 4 օր վտանգավոր օր մեր ամբողջ ամսվա ընթացքում, և այդ 4 օրերը ամենավտանգավորն են յուրաքանչյուր բան անելու համար, և մարդը ինքն էլ պետք է պաշտպանվի այդ 4 օրը, իհարկե չար մարդկանցից։ Այդ մասին կխոսեմ լուսնային ալիքում, ովքեր որ հետևում են կարող եք նայել, ովքեր որ ոչ, ժամերից հետո կլինեն նաև բոլոր ալիքների հղումները, կարող եք նաև այնտեղ էլ միանալ։ Ովքեր որ առավոտյան են գնում աշխատանքի, ապա ձեզ համար ավելի հեշտ կլինի տեսնել այս լիալուսին, այս գեղեցիկ լիալուսինը։ Եվ այս լիալուսնի ժամանակ լավ կլինի, որ որևիցե նպատակ դնեք ձեր առջև, ինչ-որ մտքեր գրեք, ձևակերպեք այն ներկա ժամանակով, որ դուք արդեն ունեք այն, ինչը որ ուզում եք, որ ունենաք հետո, բայց դուք գրեք ներկայիս ժամանակով, այսինքն դուք արդեն ունեք դա։ Եվ այն 48 ժամ, 2 օր կարող եք դնել պատուհանին, եթե քամի է, եթե դրսում է ինչ-որ մի ծանր բան դրեք իր վրա, թող լուսինը կլանի այն, վերցնի այդ պահերը իր վրա, և մինչև այդ դուք կատարեք ձեր գործողություններ, այն ինչ որ անում եք ամենօրյա, և փորձեք որևիցե մի գործողություն անել այդ ձեր նպատակին համահունչ։ Եթե ինչ-որ նպատակ եք դրել, ապա ինչ-որ մի զանգ կատարեք այդ նպատակին ուղղված, միգուցե պետք է զանգահարել ճշտել, օրինակ, ինչ-որ արժեք և այլն, նման գործողություններ անպայման արեք։
Կամ եթե ոչ գործ եք ուզում սկսել տանը եւ դա է ձեր նպատակը, ուզում եք սկսել, դա ձեր ցանկությունն է, ապա այն տարածքը, որտեղ որ ուզում եք սկսել, այն տարածքը մաքրեք, հավաքեք, դարձրեք ընտիր։ Եվ առհասարակ գեր լուսինը, այդ սպիտակ լույսը լուսավորում է ինչպես այն, ինչը որ պետք է մնա, այնպես էլ այն, ինչը որ պետք է անհետանա։ Եվ եթե ձեր զգացմունքները, հույզերը բավականին շատ կլինեն, հիշեք սա, պետք է այնպես անեք, որ թեկուզ կատարեք շնչառական որևիցե վարժություն, կարող եք 4 անգամ հաշվել, 4 անգամ շնչել, արտաշնչել, հաշվարկել եւ հետո ամեն ինչ կընկնի իր տեղը, որովհետեւ այս գեր լուսնի ժամանակ շատերը կլինեն բավականին այդպես հույզերով լի, ոնց որ դեպրեսիվ վիճակ եւ այլն։ Դրա համար լավ կլինի ուղղակի շնչեք, արտաշնչեք եւ հետո ամեն ինչ կանցնի ձեզ մոտ շատ արագ։ Եվ քանի որ ջրի վրա է ազդելու եւ մենք նույնպես ջրի մի մասնիկ ենք, ապա մենք մարդիկս եւս կզգանք այս լիալուսինը ավելի ուժեղ։ Եվ քանի որ լիալուսնի ժամանակ ամեն ինչ դուրս է գալիս ջրի երես եւ խոյն էլ հենց առաջին նշանն է, ապա միանշանակ ամեն մեկս որևէ նոր բան կբացահայտենք։ Ամեն մեկս կփորձի արտահայտել այն, ինչ մտածում է։ Եվ իհարկե խոյերը եւ կշեռքները նույնպես ավելի շատ։ Եվ եթե չեք ցանկանում ցավեցնել դիմացինին, ապա այդ օրը մի քիչ ուշադիր եղեք ձեր բառերում։ Նա համար պետք է հասկանալ, որ ոչ միայն դուք եք լարված, այլ նաև ձեր շրջապատի մարդիկ են լարված եւ ձեր դիմացի գտնվող անձնավորությունը եւս լարված է։ Եվ եթե դուք բորբոքված որևէ արտահայտություն անեք, նա եւս դա կանի։ Լիալուսինը ավելի շատ զգում են նորածինները եւ երեխաները։ Իրենք դառնում են չլսող, կարող է իրենց չբավականացնել ջերմությունը, կցանկանան միշտ լինել մայրիկի կողքին։ Եվ մի տեսակ այնպիսի օր է, որ մարդիկ կարող են հիշել բոլոր այն մարդկանց, ովքեր որ իրենց երբևէ վիրավորել են։ Նաև խնդիրներ կարող են առաջանալ տնօրեն եւ աշխատող հարաբերություններում։ Միայն բացասականն այն է, որ մարդը կցանկանա ամեն ինչ ինքն անել, եւ այդ պիսով են նաև ագրեսիա կլինի հարաբերությունների մեջ։ Տրամադրությունը եւս կարող է փոխվել օրվա ընթացքում։ Եթե ունեք հնարավորություն հետաձգելու որևէ գործեր, ապա այդ օրը հետաձգեք եւ այդ օրը փորձեք շատ կարեւոր որոշումներ չկայացնել։ Լիալուսինը դա ավարտ է այն հարցերի, որոնք մինչեւ այս մենք արել էինք։ Ընդհանրապես, երբ որ եղել է նորալուսին 6 ամիս առաջ, նորալուսին խոյ նշանում, այն ինչ որ սկսել եք, միգուցե դրա ավարտը նաեւ լինի։ Դա կարող է լինել եւ այս 2 շաբաթվա գործունեության ավարտը եւ հենց այդ 6 ամսվա գործունեության ավարտը։ Այս լիալուսինը, ինչպես որ արդեն ասացի, կազդի խոյերի, կշեռքների, նաեւ խեցգետինների եւ այծեղջյուրների վրա։ Հատկապես կարող են զգալ այն մարդիկ, ովքեր որ ծնվել են ամսի 1-ից մինչև 10 խոյերի համար եւ կշեռքների համար ամսի կարելի ասել եւս 1-ից 10 կշեռքների համար նույնպես։ Ավելի շատ կշեռքների համար երևի 5-ից մինչև 15։ Եվ եթե ձեզ մոտ անձնական քարտեզում լուսինը գտնվում է խոյ նշանում եւ գտնվում է հենց 14 աստիճանում, ապա դուք առավել եւս կզգաք այն, ավելի ուժեղ։ Նաև այս լիալուսինը կզգան կրակի բոլոր նշանները, առյուծները, ովքեր որ ծնվել են 10-ից մինչև 20 օգոստոսի 10-ից մինչև 20-ը, եւ աղեղնավորները, ովքեր որ ծնվել են 8-ից մինչև 17-ը, 17-18։ Խեցգետինները, ովքեր որ ծնվել են հուլիսի 7-ից 8-ից մինչև 17-ը, եւ այծեղջյուրները, ովքեր որ ծնվել են հունվարի սկիզբ մինչև 15-ը։ Ընդհանրապես խոյը իրենից ներկայացնում է քաջություն, գործողություններ, առաջ շարժվել, հաստատուն, իր քայլերի մեջ, այնպես որ իսկ կշեռքը դա ամեն ինչ փողզիջումների գնալն է, ներդաշնակություն ապահովելը, նաև նրբագեղությունը, ինչու՞ չէ, եւ այդ երկուսը միատեղ դուք կարող եք եւ ստեղծել որևիցե նրբագեղ ինչ-որ արտադրություն եւ այլն, եւ ըստ խոյի այն առաջ տանել, հաստատակամ գնալ առաջ։ Չնայած որ պետք է
հասկանալ, որ սա լիալուսին է, ոչ թե նորալուսին է, եւ միևնույնն է, մենք ունենք նվազող լուսնի ժամանակ օրեր, որոնց ժամանակ դուք կկարողանաք որևէ գործեր սկսել եւ այս երկուսը համատեղելով կկարողանաք այդ ժամանակահատվածում շատ լավ գործեր սկսել։ Դուք կարող եք պատրաստվել ձեր գործերին, այնինչ որ ուզում եք անել, բայց սկսեք մի փոքր հետո, որովհետև նորալուսնից հետո են ավելի շատ սկսում մարդիկ, որ աճ ունենան, բայց եւս նորալուսնից հետո եւս էլի կան վատ օրեր, որ օրերին չի թույլատրվում ոչ մի գործեր սկսել։ Մարդիկ ավելի համարձակ կլինեն իրենց խոսքի մեջ, որոշում կկայացնեն համարձակորեն եւ կարող եք մեկնաբանել, պարզաբանել ձեր առաջնային գործերը, հա, մարդկանց առաջնահերթությունները, այնինչը որ ձեզ առաջին տեղում է։ Եվ քանի որ Մերկուրին հենց մտնում է կարիճանշան հոկտեմբերի 6-ին, ընդամենը 1 օր առաջ կարելի ասել մի քանի ժամ առաջ, դրա համար ավելի առաջ է տալու ոնց որ խոսքը եւ մարդկանց ընկալումները։ Դրա համար մարդիկ այն ինչ որ չէին ասել կբարձրաձայնեն, բարձ կլինեն ավելի իրենց խոսքում, այն ինչ որ ուզում էին ասել մի խոսքով կասեն, այս լիալուսնի ոնց որ կմտածեն ասեն ու վերջ, հա, վերջացնեն սա։ Ի վերջո այդ թեման փակեն։ Դա համար այդ խոսքը ճիշտ կլինի նաեւ պարզ խոսքը եւ ճիշտ խոսքը։ Եվ այս լիալուսնի ժամանակ բավականին կարևոր են այս օրգանները, գլուխը, ատամները, լեզուն, առնանդամը, լեղապարկը, զարկերակները, արյունը, նաև շերտավոր մկանները։ Այս օրգանները շատ կարևոր են այս լիալուսնի ժամանակ։ Եվ հիմա պետք չէ գումար վերցնել դիմացինից, որովհետև դա հետո դժվարությամբ կկարողանաք վերադարձնել։ Իսկ ոմանք էլ այս լիալուսնից հետո որևիցե ժառանգություն կստանան։ Իսկ հիմա անցնենք բոլոր կենդանակերպի նշաններին ավելի մանրամասն, եթե գիտեք, թե ինչ որտեղ է գտնվում խոյը, հատկապես 14 աստիճան խոյը ձեր անձնական քարտեզում, ապա նայեք հենց այդ տունը միայն։ Եթե չգիտեք, բայց գիտեք ձեր ասցենդենտի նշանը, լուսնային նշանը կամ դե բնականաբար արևային նշանը, ապա կարող եք նայել անգամ այդ 3-ով։ Իսկ ովքեր գիտեն հստակ, միայն նայեք այդ տունը, ուրիշ ոչինչ պետք չի նայել։ Ժամերը կարող եք գտնել մեկնաբանության բաժնում, շատերին են հետաքրքրում այդ ինչ թվեր են, այդ թվերի վրա ընդամենը սեղմում եք եւ անցնում եք ձեր նշանը անմիջապես։ Եվ այդ ժամերից հետո կլինեն արդեն բոլոր ալիքների հղումները, որոնք որ ես ունեմ, եւ եթե հետաքրքրում է, կարող եք նաեւ բաժանորդագրվել։ Եվ մի մոռացեք լայքել եւ եւս բաժանորդագրվել այս ալիքին։ Շնորհակալ կլինեմ։ Եվ այսպիսով հարգելի խոյեր, այս լիալուսինը տեղի ունենալու հենց ձեր նշանում, ձեր առաջին տունը դա մենք ենք, մեր տեսքը, մեր արտաքինը, ինչպիսին է մեր արտաքինը։ Կարող է փոխվել ձեր ոճը կամ վերջնական կորոշեք փոխել ձեր արտաքին տեսքը, մազերը, հագուստը, ոմանք էլ կցանկանան փոխել իրենց անձնագիրը, նաև անունը։ Հնարավոր է, որ դուք հիմա ձեզ ներկայացնեք ուրիշ ֆորմատով, նաև ուրիշ մասնագիտությամբ։ Ձեր եւ ձեր սիրելիի հարաբերություններում պարզություն կլինի։ Կտեսնեք այն այնպես, ինչպես որ կա։ Նաև կարող է նոր ծանոթություն լինել, ինչպես նաև բաժանում։ Ոմանք կարող են անցնել նոր էտապ ձեր հարաբերությունները, ավելի լուրջ հարաբերությունների։ Ավարտեք այդ ռոմանտիկ վիճակը եւ ավելի լրջացնեք ձեր հարաբերությունները։ Կարող է որոշ վերջնական որոշում կայացնեք, թե ինչ եք անելու հետո, ինչպիսին է լինելու միասին կյանքը կամ հարաբերությունները։ Ոմանք նաև հնարավոր են ամուսնության առաջարկություն անեն դիմացինին կամ ձեզ անեն ամուսնության առաջարկ կամ սիրո խոստովանություն։ Ովքեր ավելի ուժեղ կզգան այս լիալուսինը, ում ասցենդենտը արդեն նշեցի, նաև ասցենդենտով պետք է հասկանանք գտնվում է 10-ից մինչև 18 աստիճան խոյ նշանում։ Նաև որևիցե նորություններ կարող եք ստանալ աշխատանքի հետ կապված։ Առհասարակ առաջին տունը դա մեր բոլոր ոլորտներն են, այնպես որ կազդի ձեր բոլոր ոլորտների վրա։ Եվ որ ոլորտը որ պետք է ինչ-որ մի բան այնտեղ ավարտվի, ապա այն կավարտվի, որովհետև կամ կլուսավորվի, ձեզ համար արդեն պարզ կդառնա, ինչպես եք անում այդ ոլորտը,
Կամ պարզապես պետք է արդեն ազատվել դրանից, ուրեմն եկել է իր ժամանակը։ Եվ իհարկե մասնագիտական ոլորտում կարող եք ստեղծել որևիցե գործողությունների հստակ շրջանակ եւ շարժվել դրանով, որ սա պետք է անեք, նա պետք է անեք, նա պետք է կիրառել եւ այլն։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի ցուլեր, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 12-րդ տանը, ազատման եւ ավարտի տունը։ Լիալուսինը հենց նույնն է տալիս ձեզ։ Կարող եք ազատվել որևէ բաներից, կարևոր որոշումներ կայացնեք, որևէ վախերից նաև կարող եք ազատվել։ Որևէ բան կարող եք ձեզանից հեռացնել, տալ ուրիշին եւ ազատվել դրանից։ Որևէ բաներ ավարտին կհասցնեք, կվերջացնեք։ Ովքեր խնդիրներ կամ որևէ գործեր ունեին անավարտ օտար երկրում, ապա այն կարող է ավարտվել, վերջնակետ լինի։ Կարող է վերջապես ստանաք վիզա կամ վերջնական որոշեք, որ գնում եք մեկ այլ երկիր։ Որևէ հարցերում կարող է պատասխաններ ստանաք, որևէ բան ձեզ համար արդեն պարզ կլինի։ Նաև կարող է ցանկանաք առանձնանալ, մնաք միայնակ։ Ոմանք կարող են ազատվել ինչ-որ նաև բանտերից, նաև ինչ-որ տեղերից, որտեղ փակված էին։ 12-րդ տունը դա նաև հիվանդանոցներն է, հնարավոր է, որ կամ գնաք ստուգվելու կամ որևէ վիրահատություններ կատարեք, շատ լավ է վիրահատություններ կատարել, իհարկե նվազող լուսնի ժամանակ։ Ոմանք կարող են ստանալ ժառանգություն կամ որևէ process-ի ավարտը կարող է լինել։ Նաև հնարավոր է, որ ձեր կյանք վերադառնա նախկին հարցերը, որպեսզի դրանք ավարտին հասցնեք, լուծեք, վերջացնեք։ Դրանք այն հարցերն են, որոնք որ դուք արդեն գիտեիք, ուղղակի հետաձգում եք կամ ականջի հետև եք գցել։ Եվ այս լիալուսինը ձեզ ցույց կտա, թե ինչից պետք է բաժանվեք, ինչին պետք է վերջնակետ դնեք եւ ինչ պետք է նվիրաբերեք։ Հետևեք ձեր կյանքի նշաններին, նրանք ձեզ ցույց կտան դա։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի եկվորյակներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 11-րդ տանը։ 11-րդ տունը դա ապագայի տունն է եւ անցյալի արդյունքների տունն է։ Այս լիալուսնի ժամանակ դուք կստանաք որևէ արդյունքներ, եկամուտներ։ Հնարավոր է որևէ ֆինանսական եկամուտ ստանաք ձեր կատարած աշխատանքի համար։ Նաև կարող է հարաբերությունների արդյունքներ լինեն։ Հնարավոր է որևէ մեկի հետ վերջնակետ լինի։ Կամ ձեզ համար պարզ դառնա որևէ հարցեր եւ անձնական եւ ընկերական ոլորտում։ Ոմանք կարող են հղիանալ կամ երեխա ունենալ։ Կամ կարող է ձեզ ձեր ընկերներից ոմանք ծանոթացնեն որևէ մեկի հետ, հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Եվ այս լիալուսնի ժամանակ շատերի երազանքը եւ ցանկությունները կիրականանան։ Հնարավոր է, որ ոմանց մոտ փոխվեն իրենց պլանները, նպատակները, ունենաք արդեն նոր երազանքներ եւ նոր նպատակներ դնեք ձեր առջեւ։ Կսկսեք մտածել ձեր քայլերի մասին, որոնք պետք է կատարեք, որպեսզի հասնեք ձեր նպատակներին եւ ցանկություններին։ Ընկերների մասին կարող եք որևէ հարցեր իմանալ, որոշ պարզություններ կմտնեն ձեր հարաբերությունների մեջ, կամ կիմանաք որևէ բաներ ձեր ընկերների մասին, գաղտնիք է բացահայտվում։ Լիալուսնի ժամանակ շատերն են վերջնակետ դնում ընկերությանը։ Հնարավոր է, որ ոմանք հեռանան ձեր կյանքից կամ դուք հանեք իրենց։ Կամ հնարավոր է, որ ձեր ընկերներից որից մեկը գնում է հեռու օտար երկիր եւ ստիպված բաժանվում եք։ Եթե դուք աշխատում եք on-line, սոցցանցերով, այդ ոլորտում էլ ձեզ համար որևէ պարզություն կլինի։ Լուսավորվի որևէ բան։ Ոմանք էլ կարող են ավարտել այդ աշխատանքը եւ զբաղվել մեկ այլ հարցով։ Ոմանք էլ կարող են հասկանալ, թե ինչպես կարելի է այնտեղ աշխատել, որպեսզի եկամուտ ունենալ։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի խեցգետիններ, այս լիալուսինը տեղի ունենալու ձեր 10-րդ տանը, կարիերայի կարգավիճակի տունն է սա։ 10-րդ տնով մարդիկ սովորաբար հայտարարում են, որ իրենք ովքեր են, որ աստղաբան եք կամ եւ այլն, մեկ այլ մասնագիտություն ունեք, որոնցով որ սկսում եք երևալ հանրությանը եւ ներկայանում եք իրենց ձեր դեմքով։ Լիալուսինը կլինի 2 շաբաթ եւ պարզություն կմտցնի ձեր աշխատանքում եւ ձեր բիզնեսում։ Հնարավոր են ավարտվել որևէ պրոյեկտներ կամ կարող է փոխվել ձեր տնօրենը։ Որևէ տեղեկություն կարող եք իմանալ այն կազմակերպության մասին, որտեղ որ դուք աշխատում եք։ Ոմանք կարող է որոշեն փակել իրենց բիզնեսը կամ վաճառեք եւ սկսեք նոր գործով զբաղվել։ Եթե դուք աշխատում եք որևէ մեկի մոտ, հիմա կարող է որոշեք աշխատել
ինքներդ ձեզ համար փոխեք ձեր կարգավիճակը։ Ոմանք էլ կարող են ստանալ նոր պաշտոնի առաջարկ կամ կցանկանաք ավարտել ձեր աշխատանքը եւ գնաք թոշակի։ Ձեր կարգավիճակի պարզություն կլինի, թե ինչ դիրքում եք դուք հիմա գտնվում։ Նաեւ կարգավիճակը դա վերաբերվում է ամուսնությանը։ Ոմանք կարող են որոշել բաժանվել կամ կստանաք ամուսնության առաջարկ։ Եվ իհարկե ոմանք կարող են հղիանալ կամ լսել, որ որևէ մեկը հղի է, կամ ծննդաբերություն է տեղի ունենում արդեն, կամ դուք կծննդաբերեք։ Ոմանք էլ կարող են տեղափոխվել մեկ այլ տեղ աշխատանքի համար, կամ ձեր աշխատանքի համար, կամ ձեր զուգընկերոջ։ Հնարավոր է նաև տեղափոխվում եք մեկ այլ երկիր եւ այդպիսով է փոխվում ձեր կարգավիճակը եւս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հարգելի առույցներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 9-րդ տանը։ Ձեզ համար ճամփորդության ժամանակն է։ Հնարավոր է, որ նաև հանկարծակի գնաք, կամ արդեն իսկ պլանավորել եք, որ գնաք եւ վերջնական որոշում կկայացնեք։ Բոլոր հարցերը կապված օտար երկրների հետ, փաստաթղթերի հետ, իրավաբանական հարցերով, այդ ամբողջին վերջնակետ կլինի կավարտվի կամ ինչ-որ պատասխաններ կստանաք։ Որոշ հարցերի պատասխաններ կստանաք, որոշ արդյունքներ, կարող են նաև որոշ հարցեր պարզաբանվել։ Ուսման համար եւս շատ լավ ժամանակ է, բայց հիշեք, որ լիալուսնից հետո գալիս է նվազող լուսին։ Այս երկու շաբաթվա ընթացքում ամեն ինչ կավարտվի։ Միգուցե նաև ուսումն է ավարտվում, սովորում եք, հիմա ավարտվում է։ Ինչ-որ կուրսերի եք գնացել։ Կարող եք նորություններ լսել ձեր թոռների վերաբերյալ, միգուցե ծնվեն կամ իմանաք, որ թոռ եք ունենալու։ Լավ ժամանակ է որևէ բաներ գովազդելու համար։ Ընդհանրապես այս տունը հաջողության տունն է, եւ դուք կարող եք իմանաք, որ որևէ հարցում հաջողության եք հասել։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի կույսեր, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 8-րդ տանը, ֆինանսի տունը։ Որոշ ֆինանսական հարցեր կարող եք վերանայել, որևէ բաներ կվերահաշվարկեք։ Նաեւ կցանկանաք կրկին ներդրումներ անել։ Լիալուսինը միշտ ամեն ինչ լուսավորում է եւ ասես պարզություն է լինում, եւ արդեն կիմանաք ինչ անել եւ ինչպես։ Նաեւ կարող է ֆինանսական նորույթ լսեք ինչ-որ մի տեղից, որովհետեւ սա ձեր աշխատած գումարները չեն, դա ինչ-որ գումար է, որը որ ձեզ են տալու։ Հնարավոր է որոշ գործարքներ իր ավարտին հասցնեք, կամ կարող եք գումար ստանաք, նաեւ հնարավոր է, որ պետք է վճարեք որոշ գումարներ եւ այն էլ հանկարծակի։ Հնարավոր են հանկարծակի ծախսեր եւս։ Պարզություն կլինի, պարզություն կմտնի ձեր հարկային գործերում, վարկերում, ձեր ամուսնու կամ կնոջ ֆինանսներում, նաև մեկ ուրիշի ֆինանսներում, եթե իհարկե դուք ամուսնացած չեք, ծնողների մոտ, կարող է ինչ-որ փոփոխություն լինի։ Հնարավոր է այդ ամենը դուրս գալ ջրի երես, եւ իմանաք, գուցե ինչ-որ մեկը թաքուն գործողություններ անում ֆինանսական եւ դուք իմանում եք այդ մասին։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի կշեռքներ, այս լիալուսինը տեղի ունենալու ձեր 7-րդ տանը, հարաբերությունների տունն է սա։ Եթե դուք ծնվել եք այս օրերին, 5-ից կարելի ասել մինչև 9, ապա հաջորդ 12 ամսվա ընթացքում որևէ հարց իր ավարտը կունենա։ Կամ նաև դուք կստանաք որևէ արդյունքներ, ովքեր երեխա են ցանկանում կարող են հղիանալ։ Այս լիալուսինը կարող է ձեզ տալ որևէ հարցերի վերջնական լուծում, կապված ամուսնության, բաժանման եւ գործընկերոջ հետ։ Հնարավոր են գործարքների ավարտ, օրինակ արք ու վաճառք լինի եւ ավարտեք։ Հնարավոր են ավարտվեն որևէ պայմանագրեր։ Նաեւ դա կարող է լինել աշխատանքի հետ կապված պայմանագրի խզում, իհարկե գործընկերոջ միջև։ Նաեւ հնարավոր է վերջնական ստորագրություն, պայմանագրի կնքում եւ կսկսեք արդեն միասին աշխատել։ Չնայած սկսելու համար այդքան է բարենպաստ չէ։ Որոշ գործարքներ, գործեր կապված ձեր հաճախորդների հետ կարող է ավարտեք, օրինակ ավարտեք իրենց աշխատանքը կամ վերջնական պայմանավորվեք, օրինակ, որ իր պատվերը դուք եք անելու կամ ավարտեք եւ տաք իրենց։ Հնարավոր է նաև ավարտվեն որևէ դատական հարցեր կամ պարզություն կմտնի այդ հարցերում, այդ գործընթացում։ Եթե որևէ հարցեր կային անհայտ ձեր հարաբերություններում կապված ձեր զուգընկերոջ հետ, ապա կպարզանա դրանք։ Դες համար արդեն ավելի պարզ կլինի ամեն ինչ, դուք ով եք իր համար եւ ինչ է սպասվում իր հետ, հետագայում, ապագայում։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի կարիճներ,
Այս լիալուսինը տեղի կունենա ձեր 6-րդ տանը։ Հնարավոր է աշխատանքի ընդունվեք, նաև հակառակը, կարող է որևէ աշխատանքային պայմանագիր ավարտվի այս 2 շաբաթվա ընթացքում։ Կարող է եւ ձեր աշխատակիցներից որևէ մեկը հեռանա աշխատանքից։ Ոմանք կարող են իրենց օգնական վերցնել, քանի որ դժվարանում եք երեխային խնամել, կամ տնային գործերն անել։ Կարող է փոխվել նաև ձեր տնօրենը։ Կվերջանա նաև որևէ պրոյեկտ կապված ձեր հաճախորդների հետ։ Այն ամենը, ինչը կապված է աշխատանքի հետ կամ տեղափոխվելու մեկ այլ աշխատանքի հետ, դա ձեզ համար ավելի պարզ կդառնա այս 2 շաբաթվա ընթացքում տեղափոխվելու եք, ավարտելու եք, թե ինչ։ Ովքեր դեղորայք կամ բուժում են ստանում, դա եւս կավարտվի։ Նաև զբաղվեք ձեր առողջությամբ, այս լիալուսինը ցույց կտա ձեր թույլ տեղերը, կլուսավորի այն, եւ եթե որևէ տեղ ցավում է, ուրեմն զբաղվեք դրանով, մի հետաձգեք։ Կարող է դուք պետք է փոխեք ձեր օրվա ռեժիմը, մտածեք, թե ինչից կարող եք հրաժարվել այս 2 շաբաթում ձեր առողջության համար։ Առհասարակ, այն վատ բաներ կհանեք։ Այս լիալուսինը նաև կարող է դուրս հանել հին խնդիրները, որոնք որ պետք է լուծեք եւ ավարտեք, եւ աշխատանքի հետ կապված, եւ առողջության հետ կապված։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի աղեղնավորներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 5-րդ տանը, սիրո զգացմունքների տանը։ Հնարավոր է ձեզ համար ավելի պարզ դառնա դիմացինի զգացմունքները, սերը դեպի ձեզ։ Կարող է որևէ մեկը խոստովանի իր սերը, նաև որևէ նվեր կարող եք ստանալ, նաև շահել որևիցե մի բան։ Ոմանք կարող են ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ, եթե այդ տարիքում եք։ Ռոմանտիկ հանդիպում ունենաք իր հետ։ Ձեր հարաբերությունները կարող են տեղափոխվել մեկ այլ հարթություն։ Կարող է վերջնական մեկ փուլ ավարտվի եւ սկսվի մյուսում։ Ամենայն դեպս ինչ-որ բան պարզ կդառնա ձեզ համար սիրո հետ կապված։ Եթե դուք ամուսնացած եք եւ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, ապա նորություն կլսեք ձեր երեխաների հետ կապված։ Հնարավոր է որևէ բան ավարտվի իրենց մոտ, օրինակ դպրոցը, քննությունները կամ մեկ այլ հարց։ Ոմանք էլ կարող է դուրս գան աշխատանքից եւ զբաղվեն իրենց հոբիով։ Հնարավոր է ոմանց մոտ ավարտվի որևէ պայմանագիր եւ կամ կրկին պետք է այն թարմացնեք, կամ ավարտեք արդեն այդտեղ ձեր գործունեությունը։ Ոմանք կարող են գնալ հանգստանալու, իսկ ովքեր ստեղծագործում են, հնարավոր է ավարտեք այն, ինչի վրա որ հիմա դուք աշխատում եք։ Լիալուսինը նաև ավարտին է հասցնում ռոմանտիկ հարաբերությունները, եթե ձեզ մոտ խնդիրներ կային կամ ձևավորվել էին եռանկյուն հարաբերությունները, ապա այն կարող է ավարտվել։ Լիալուսինը կարող է բացել այդ գաղտնիքը եւ ամեն ինչ ավարտվի։ Եվ ոմանք էլ կիմանան, որ իրենք հղի են, կամ վերջնական կորոշեք, որ եւս երեխա եք ուզում։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի այցեղջյուրներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 4-րդ տանը, դա ձեր անշարժ գույքն է, ձեր ընտանիքը, ձեր տունը։ Եթե որևէ գործարքներ ունեիք տան հետ կապված, ապա այն կարող է ավարտվել։ Նաև եթե ձեր բնակարանն եք վերանորոգում, դա եւս կարող է ավարտվել։ Միգուցե նաև ավարտվում է վարձակալության պայմանագիրը։ Միգուցե բնակարան եք գնում կամ վաճառում եւ պետք էր որևէ գործարքներ կատարեիք, ապա դա եւս ավարտին կհասցնեք։ Ոմանք կարող են տեղափոխվել, օրինակ եթե վարձով եք ապրում, հնարավոր է որ ավարտվի պայմանագիրը եւ տեղափոխվեք մեկ այլ բնակարան կամ եթե տունը վաճառել եք, եւս էլի ժամկետ, եւս պետք է տեղափոխվեք։ Հնարավոր է որ նաեւ ձեր հարազատներին է որևէ բնակարան հարկավոր կամ կգան որոշ ժամանակ ձեր տանը կբնակվեն։ Եվ հնարավոր է որ ձեր երեխաներից որևէ մեկը տեղափոխվի եւ ապրի առանձին, ձեզանից առանձին։ Ոմանք էլ կարող է իրենց ծնողների հետ սկսեն ապրել։ Ոմանք էլ կարող է գնան իրենց հայրենիք կամ նաև ցանկանաք փոխել ձեր ազգանունը։ Լիալուսնի ժամանակ շատերն են իմանում, թե իրենց իրական ծնողներն ովքեր են։ Նա միշտ պարզություն է մտցնում այդ հարցում։ Ճամփորդության, գրանցման, քաղաքացիության հարցերում եւս պարզություն կլինի։ Պարզություն կլինի օտար երկրում փաստաթղթերի հետ կապված հարցերը։ Նաև նորություն կլսեք ձեր ընտանիքի անդամներից որևիցե մեկի վերաբերյալ։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի ջրհոսներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 3-րդ տանը։ Դուք հնարավոր է որևիցե միտեղ ճամփորդեք, բայց կարճ ճանապարհորդություն է դա։ Նոր ծանոթություններ հաստատեք, նոր շփումներ ունենաք, կարող է որոշ մարդկանց հետ շփումը սահմանափակեք կամ ավարտեք, քանի որ կարող որոշեք հարցեր, ինչ որ հարց պարզ դառնա եւ մտածեք, որ այս մարդը այն մարդը չէ, որում հետ որ ուզում եմ շփվել։
Նաև եթե ճամփորդում եք, ապա կվերադառնաք տուն։ Եթե որևէ կուրսերի եք հաճախում, հնարավոր է ավարտեք դրանք։ Նաև ուսումը կարող է ավարտեք եւ մեկ այլ տեղ դիմեք։ Ոմանց հարևանը կարող է գնալ, վաճառել եւ գնալ, իր բնականը վաճառել գնալ, կամ նաև ձեր քույրը կամ եղբոր մոտ ինչ-որ վերաբերյալ ինչ-որ մի բան պարզվել, պարզ դառնա, օրինակ, որ ցանկանում են ամուսնանալ կամ որ հղիություն կա եւ այլն։ Այս լիալուսնի ժամանակ հնարավոր է, որ մեքենա գնաք, վերջապես ընտրեք, որն եք ցանկանում, ինչ գույն եւ գնաք, կամ նաև վաճառեք։ Կարող եք ստանալ ձեր փաստաթղթերը մեքենայի տեղանձնագիրը կամ վարորդական իրավունքը, կամ որևէ փաստաթուղթ։ Եթե դուք սպասում եք, ապա այդ փաստաթուղթը կստանաք կամ որևէ նորություն կստանաք այդ փաստաթղթի վերաբերյալ։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի ձկներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր երկրորդ տանը, ֆինանսների տանը, եւ լիալուսինը միշտ արդյունքներ է տալիս։ Եթե դուք գումար եք սպասում, ապա այն կստանաք։ Եթե որևէ բաներ եք պատվիրել եւ սպասում եք, ապա դուք այն եւս կստանաք, որևէ փաթեթներ կամ նաեւ նվերներ կարող եք ստանալ։ Եթե ֆինանսական օգնություն չեք ստանում, համենայն դեպս պատասխանը կստանաք, ինչու չեք ստանում կամ չեք ստանալու թե ոչ։ Հնարավոր է նաեւ վարկերի փակման վերջին շաբաթը լինի եւ ավարտվի այն։ Նաեւ հնարավոր է, որ վարկեր ձևակերպեք եւ վերջնական որոշումը կլինի այդ երկու շաբաթվա ընթացքում։ Նաև վերաբերվում է մեր ռեսուրսներին, ոմանք կարող է սկսեն առողջ ապրելակերպ վարել, հետևել առողջությանը եւ ավելացնել այդպես ձեր էներգիան։ Երկրորդ տունը դա նաև մեր ձայնն է, հնարավոր է, որ ցանկանաք որևէ տեղում ելույթ ունենալ։ Այս լիալուսինը պարզություն կմտցնի ձեր ինքնագնահատականի համար, թե որքան եք դուք ձեզ գնահատում, ձեր ծառայությունները, եթե դուք աշխատում եք հաճախորդների հետ։ Դուք կարող եք բարձրացնել նաև այդ արժեքները, գները բարձրացնեք։ Եվ ձեր բյուջեն, ձեր ֆինանսները ավելի հստակ կլինեն, կարգուկանոն կմտնի եւ կկայունանա։ Դուք ավելի հանգիստ կլինեք ձեր ֆինանսական վիճակի համար։ Այսքանը սիրելիներս, թող որ այս լիալուսինը միայն պարզաբանի այն ինչը որ պետք է մեզ, այն ինչը որ այդքան էլ մեզ ցավ չի պատճառի, որովհետև շատ դեպքերում շատ ավելի վառ բաներ է լուսավորում, որից հետո մարդիկ նաև բաժանվում են եւ այլն, շատ բաներ կա։ Թող լիալուսինը լուսավորի միայն ամենալավ բաները մեր կյանքում, որոնք որ մենք չենք տեսնում։ Այսքանը լավ եղեք։